նախագիծ, որը կոչվում է հայ գրականության գոհարները փազլի տեսքով։ Հայ գրականության գոհարներ նկատում են բանաստեղծությունները։ Եվ նպատակը որն է մեր նախագծի, զարգացնել աշակերտների մոտ ստեղծագործական մտածողությունը, երևակայությունը, արթնացնել սեր դեպի գրականությունը։ Եվ բանաստեղծական փազլի մեջ ներառել շուրջ 30 բանաստեղծություն, որոնք կան ծրագրում։ 5-ից 12-րդ դասարանի ուսումնական ծրագրում։ Ինչու են դարձրել նախագիծ, որովհետև գրականությունը ոչ միայն ուսումնական առարկա է, այլև արվեստ։ Դրա համար պետք է արվեստը գտնվի արժանույթ, ոչ թե պատկառներով։ Եվ մեր աշխատանքի արդյունքը, վերջնարդյունքը որն է լինելու, դրված է դեր առջև կենտրոնում բանաստեղծախաղ փազլներ, որը պարունակում է շուրջ 30 բանաստեղծություն իրենց քարտերով և համապատասխան կտորներով։ Պիտի հավաքվի և ստացվի ամբողջական պատկերը։ Մեր նախագիծ բանաստեղծախաղի նպատակն է հեռանկարներն են, որպեսզի հետագայում բոլոր դասապրոցեսներում օգտագործվի այս խաղը և օգտագործվի ոչ միայն դպրոցում, այլև ժամանցային պահերին, տանը, ինչու՞ չէ նաև համալսարանում, կարելի է նաև նման ձև օգտագործել և ցանկացած ստեղծագործություն դարձնել փազլ։ Անգամ քերականությունները կարելի է դարձնել փազլ, որպեսզի աշակերտների մոտ հետաքրքրությունը թանվի։ Դե ինչ, հիմա կներկայացնենք աշակերտները, թե ում կողմից է երաշխավորվել այս խաղը։ Բանաստեղծախաղը երաշխավորվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի 5 աշակերտի Սերգեյ Բախշագիրյանի, Շուշան Ղազարյանի, Արմեն Մամեդյանի, Սոնա Սաքարյանի, Սիրուշ Օտոմարյանի և նրանց ուսուցչուհու Լուսինե Քույրյանի կողմից։ Հայ գրականության վերաբերյալ այս փաստը արտասահմանում մեծ տարածում գտած ինտելեկտուալ խաղի հայ ինտելեկտուալ հասարակության համար առաջարկող մեծ տարբերակ։ Հիմա նայենք էկրանին և նկարելուկից գուշակի փազլի հայերեն տարբերակը։ Գլուխփոդրուկ ենք առաջարկում, որպեսզի հայերեն բառ գտնենք։ Նկատի ունեցեք, այո, մանր քար։ Խճանկար։ Փազլն անջրել բառ է, որը թարգմանական նշանակում է գլուխփոդրուկ, իսկ հայերեն այն առանց բառացի թարգմանության անվանում է խճանկար, իսկ ռուսերեն մոզաիկա։ Ինչու խճանկար։ Նախ խճանկար բառի կազմությունն է խիճ, աղոթական և նկար արմատները, ու խիճը նկատի ունի մանր քարերը, իսկ նկարը մատնանշում է այն, որ առաջին փազլները առաջացել են նկարներից, ապա նոր միայն տարբեր դեպքերում։ Կան փազլի մի շարք տեսակներ, նկար, փազլ գորգի, փազլ քարտեզներ, իսկ մենք այսօր կներկայացնենք մեր տարբերակ փազլ բանաստեղծություններին։ Փազլների ելույթները կարող են տարբեր լինել, առավել տարածված է օղակի ձևով, ելույթներով և կորվածքով։ Հանդիպում են նաև ելանքնաձև, կլոր, օվալային և այլ ձևերի տարբեր պարունակող փազլներ։ Փազլի ծախսումը։ Փազլի ստեղծողը համարվում է Ջոն Սփրիսբերի, ով անգլիացի քարտեզագետ էր։ Սփրիսբերին լոնդոնցի փորագրիչ և քարտեզագետ էր։ 1766 թվականին նա ստեղծեց առաջին փայտե փազլը կրթական նպատակներով։ Մեր շատ սիրելի փազլը փաստորեն ստեղծվել է Անգլիայում, որպես ուսուցողական ձեռնարկ, որ ուսուցանում էր աշխարհագրություն։ Սփրիսբերին աշխարհի քարտեզը փայտե տախտակի վրա փակցրեց, ապա այն կտրատեց երկրների սահմաններով։ Այս խաղը նախատեսված է երեխաների համար աշխարհագրություն սովորելով ավելի հետաքրքիր եղանակ ապահովելու համար։ Այդ փազլի յուրաքանչյուր կտորը պարունակում է որոշակի աշխարհագրական տեղեկատվություն։ Հավաքելով անհրաժեշտ մասերը, ուսանողը սովորում էր աշխարհագրություն։ Չնայած իր բարձր գնին, այն մեծ հաջողություն ունեցավ։ Հետագայում այդ փորձը փոխանցվեց նաև այլ առարկաներ ուսանելու մեջ։ Ցավոք, Ջոն Սփրիսբերի հայտնի դիմանկարներ կամ լուսանկարներ չեն պահպանվել։ Նրա գործունեության ժամանակաշրջանում լուսանկարչությունը դեռևս չէր հայտնաբերվել, իսկ նրա մասին նկարչական պատկերներ հայտնի չեն։ Մարդիկ, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել փաստումների հանրաճանաչման գործում, արժանանում են միջազգային Սփրիսբերի մրցանակին, բացի այդ, անցկացվում են նաև փազլների հավաքման միջազգային մրցույթներ։ Փազլի մասին գրվել հետաքրքիր ուսումնասիրություններ, նաև երգեր։ Օրինակ Դիֆիկլայրը խումբը ունի երգ, որը կոչվում է փազլ, ուր մարդը ևս իմանել փազլի իր արտաքին տեսքով և ներքին հույզերով։ Պակասում ունի
թերի է վանկատար, ինչպես խաղի մեջ փազլը։ Եվ սկսեցին կիրառվել ոչ միայն կրթական, այլև ժամանցային նպատակներով։ 19-րդ դարում միայն ամենահարուստ ընտանիքն ունի փազլ։ Այն պատրաստվել է կարմրափայտից և օգտագործվում է դպրոցներում։ 20-րդ դար արդեն արտադրության մեջ մտան ստվերթից պատրաստված փազլներ, որոնք էժան և մատչելի են, մեծ մասը ցուցադրված է ձեր առջև։ 1930-ականներից մեծ ճգնաժամի տարիներին փազլները դարձան հնաճանաչ, քանի որ մարդիկ փնտրում են էժան և երկարատև ժամանցի տարբերակ։ Ժամանակակից փուլ։ Այսօր փազլներն ունեն տարբեր ձևեր, դասական կտորներով, 3D, թվային տարբերակներով և նույնիսկ ինտերակտիվ խաղերով։ Փազլները դարձել են ոչ միայն ժամանցի, այլև մտածողությունը, հիշողությունն ու տրամաբանությունը զարգացնելու հիանալի գործիք։ Այն փազլները, որոնց տարերքի ու գերազանցումը և կորոնացումը հողված են ավելի հասուն լսարանին, համապատասխանաբար նրանց վրա հնարավոր է պատկերված լինել բնանկարներ, էրոտիկ կամ ֆանտաստիկ լսարաններ։ 2010 թվականին փազլը գերությունը թողարկել է։ Փազլը կազմված է 32,256 տարերից։ Այդ ժամանակ դա եղել է ամենաշատ մասնիկներով փազլը։ Նրա վրա պատկերված էր կորը 32 երգիծական կորիքներից, որը եղունակ հետքի թարիք է։ Այս փազլի չափսը կազմել 544 սանտիմետր երկարությամբ և 1552 սանտիմետր լայնությամբ։ 2012 թվականին ստեղծվել աշխարհի ամենամեծ փազլը 25 մետր երկարությամբ և 15 մետր լայնությամբ։ Ի պատիվ ռուսաց Գերմանիայի տարվա կարգավորից։ Սա գերմանացի նկարիչ Ալբերտ ինքնանական մուշտակով տպագի վերարտադրություն։ Նշանակարը հավաքվել է Մոսկվայում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Սանկտ Պետերբուրգում և ռուսական այլ քաղաքներում։ Նկարի հավաքման մեջ հնարավորությունը կազմել է 3 ժամ։ Իսկ 1926 թվականին սահմանվեց նոր ռեկորդ։ Գերմանիայի հազարավոր քաղաքներից 54,000 կտորից կախվածած փազլ է հավաքվել։ Այն երկրորդ գումարվում է աշխարհում ամենամեծը։ Պիտեր Շուբերտը հավաքել է ճանապարհորդության արվեստի աշխարհում կոչվող փազլը, որն ունի 2 մետր բարձրություն, 8 մետր 60 սանտիմետր երկարություն։ Աշխարհի ամենամեծ փազլը հավաքելու համար տղամարդուց պահանջվել է 4.5 ամիս։ Նշենք 52-ամյա գերմանացին 16 տարի է ինչ կախվածություն ունի փազլներից։ Սկզբում խաղը պարզապես հոբբի էր նրա համար, բայց շուտով նա սկսել է մասնակցել մրցումներին։ Մինչ օրս նա հավաքել է ավելի քան 100 պատկեր, բաղկացած շուրջ 430,000 կտորից։ Շուբերտի նպատակն է հատել 500,000 կտորների օգտագործման փազլ հավաքելու սահմանը։ Житель немецкого города Халлерндорф собрал пазл из 54 тысяч элементов. Петер Шуберт говорит, что это самая большая в мире складная картинка. Пазл называется «Путешествие в мир искусства». Высота картины 2 метра, длина 8 метров 60 сантиметров.
На работу у Петра ушло 4,5 месяца. Am dat gesleed aan bij Я работал над головоломкой по 4-5 часов в день и один раз в неделю по 12-14 часов, что было немного похоже на марафон. met 12 bis 14 Stunden. Петр собирает пазлы уже 16 лет. Легкое развлечение переросло в серьезное хобби. Мужчина сложил уже 430 тысяч элементов разных картин. Мечтает увеличить эту цифру до 500 тысяч. Also ich muss sagen, Мне нравится складывать картины из 1000 элементов. Это очень весело и вдохновляюще. Нужно искать нужные детали, независимо от того, собираю большую картину или маленькую. Каждая загадка имеет свое очарование. ein Reiz. Сейчас Петр ждет, когда представители книги Гиннесса зарегистрируют его рекорд. Դուք երբեմն փորձել եք որևէ պարզ կամ բարդ փազլ հավաքել։ Կխնդրեմ ձեր բացատրել նրանք, ովքեր փորձել են։ Հիմա կներկայացնենք, թե ինչպես է գրականության փազլն աշխատում։ Մեր փազլի կտորները պատմում են բաղձությունների հատվածներ, իսկ մասնակիցները պետք է դրանք ճիշտ հավաքեն, վերականգնելով ամբողջական ստեղծագործությունը կամ գտնելով այն հեղինակին։ Այս մեթոդը ոչ միայն շահագործում է ապահովում դասապրոցեսում, այլև սովորեցնում է թիմային աշխատանք, ուշադիր կարդալու և վերլուծելու հմտություններ։ Հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա ուսումնական գործընթացի հետաքրքիր բաղադրիչ և կոգեշնչի մեր աշակերտներին գրականության հանդեպ նոր հետաքրքրություն։ Գլխում կան 30 խաղաքարտ, փազլի կտորները իր պատվով կանոնների թերթիկ։ Մասնակիցները պետք է կարճ ժամանակի ընթացքում հնարավորինս արագ հավաքեն բանակցության տողերը, չօգտագործելով հուշագետի բանաստեղծության անմիջապես կարգում դրված բանաստեղծական քարտը։ Հավաքելուց հետո կատարվում է ինքնաստուգում, ումեմատում են հավաքած պատկերը խաղաքարտի բանաստեղծության հետ։ Խաղը հրաշալի միջոց է ժամանց ու գիտելիքի զարգերում համատեղելու, ելքը մարզելու, այլընտրանքներ գտնելու, առողջ մրցակցելու և արկետներ հաղթահարելու համար։ Սա խաղ մարտահրավեր է, որը կարող են ընդունել և որին կարող են մասնակցել բոլորը, թե գերազանցիկները, թե ցանկացած ուրիշ գնահատականներ ստացողները։ Չէ՞ որ ինտելեկտը գնահատական չի մատչում։ Ինչու ոչ, խաղին կարող է մասնակցել նաև նրանք, ովքեր վաղուց գնահատականներ չեն ստանում, ավելին, նաև նրանք, ովքեր իրենք են գնահատում։ Մի խոսքով սա խաղ է աշակերտների և ուսուցիչների գրականությամբ հետաքրքրվող մասսայի համար։ Խաղացեք դպրոցում, համալսարանում, աշխատավայրում, ծառների և անծառոտների հետ և թող ժամանցը լսվի բանաստեղծախաղերով։ Ուշադրություն, խաղը խստին հակացուցված է մտածել չսիրող մարդկանց համար։ Կարող ես խաղալ, եթե լրացել է խոյոտ տանը, վրաճանան չես, եթե դեռ 10 տարեկան չես։ Միասին ծանոթանալու խաղի կանոններ, մասնակիցներ, խաղը կարող է սկսվել, եթե կա նվազն 4 եղանների մասնակից։ Խաղը թիմային, հարցում են միմյանց հետ, կարող է խաղալ ինչպես երկուական, այնպես էլ մրցակցությունը սրվելու համար 3 եղանների թիմերում, յուրաքանչյուր թիմում է հնարավոր աննվազն 2 մասնակից կամ ընդհատական ստուգում։ Խաղի սկիզբ։ Թիմերով լսում են միմյանց դիմաց, մեր առջև դնելով խաղաքարտերը ծածկած, իսկ փազլի կտորները բաց։ Խաղաքարտերը դնում ենք այնպես, որ տեսանելի չլինեն գրված բառերը։ Թիմի մասնակիցներից մեկը բարձրացնում է խաղի մեկը։